Իսկ ձեր մոտ այդ լրիվ բաժանված էր հոգսը, չգիտեմ, գիշերը արթնանալ, շատ։ Այսինքն լինում էր, որ դու քնած մնայիր, բայց գիտես ոնց արև չէ։ Քնած էի, օրինակ այդ կաթը պետքա տար երեխան ուտի, եւ դու քնի, ես անում եմ։ Եվա, դու մոռանում ես, որ մամա ունես։ Խնդրում եմ, այսքան օրը չկռվեք։ Չեմ կարողանում այս աղջիկա ձայնը լսել։ Ահա որ։ Հիմա սև ուզում ենք պատմես։ Հետո գնացի ուրիշ մասնագետի մոտ, ինձ սկսեց դեղեր տալ։ Մաման ասում էի քեզ։ Այդ ինչքան գրում են, բայց Եվան վոլայի մոտ սխալ բառը ասել, պետք է պահել հայրենիքը։ Ինչ գնով ուզում ա լինի։ Հետո գիտես մենք չունենք այդ շռայլությունը չխոսելու։ Մեծ խաղ, ինչ որ գրոտեսկ, Ռոմեո։ Որովհետև գիտեիր, որ ամեն ինչը քննարկվելու է, դա այնքան խանգարող է։ Բայց ինքը ուզում ա որ դա ես անեմ։ Դու այնքան լավն էիր ու բնական։ Ախր ես կյանքով չենք ապրում մենակ, ցավացրու։ Այս սայնյակը կոչվում է Lake Studio։ Ընթացքում ոնց ուզում ես շարժվում ես, ինչ ուզում ես անում ես։ Вообще միլավի, вообще։ Հա, միացու։ Բայց ինչ ես անջատել։ Արջան, ասես։ Ասացա, գնացինք։ Բոլոր ճպճպները բոլոր խոսվեցին։ Եվ ջան, ողջույն։ Ողջույն, Արև ջան։ Վերջապես ինչ լավ անուն է, չէ՞, Արև։ Հա։ Ու հենց բնութագրող էլի։ Առաջ չէի սիրում։ Երբ լսում ես ուղակի ասում ես անունդ ինչ է ու ասում են Արև, մտածում ես ինչի Արև։ Բայց հիմա որ նայում եմ քեզ ու մտածում եմ իրոք Արև։ Լավա չասեցիր, ում Արև։ Մտածում ես ում Արև։ Մտածում եմ, չէ, իրոք քո անունը քեզ շատ սազական է, շատ։ Ախ, ապրես։ Իսկ քո անունով ա դրել։ Ում անունով է։ Ոչ մեկի անունով չի, բայց մամաս։ Իրականում իմ անունը փոխվել է։ Բայց դրա մասին չեմ ուզում խոսել։ Չէ, իրականում իմ առաջին անունը Ռիմա է, որ տարիներ հետո մաման փոխեց Եվա ու այս անունը ինձ շատ սազեկան է ու շատ եմ սիրում։ Այսինքն մինչև քանի տարեկան էիր Ռիմա։ Մինչև 1.1 երևի կամ 1.5։ Դա ինչ որ մեկի անունով էր։ Տատիկիս։ Բայց մինչև հիմա ինձ Ռիմայով դիմում են։ Այսինքն ունեք որ լսում ես շուրես գալիս։ Որովհետև սովոր է ականջս, քանի որ փոքրուց լսել եմ, տատիկիս տուն որ գնում եմ ինձ դիմում են Ռիմա անունով։ Պապայի մաման։ Հա։ Ինչ հետաքրքիր է, բայց մամադը տենց ուժեղ կերպար է, էլի, հանգիստ փոխել է անունը։ Չէ, այդքան էլ հանգիստ չէ, հաստատ դժվարություններով է եկել այդ մտքին, այդ արարքին, բայց ստացվել է իր մոտ ու շատ գոհ եմ իրականում, որ փոխել է եւ անունը շատ ավելի եմ սիրում, քան Ռիման։ Հիմա տեսնում եմ շատ երիտասարդներ կրում են այդ անունը, բայց իմը չի, ինձ չէր սազի հաստատ, պատկերացնում եք Ռիմա։ Իմ համար այնքան Եվա ես դու։ Հա, չէ, Եվան շատ հավես է։ Բայց երբ մամաս ջղայնանում է, ինձ ասում է Եվդակիա, Եվանգելինա։ Ինչքան երկար անուն կա, թվարկում է միջև հասնում է Եվա։ Արագ, էս արա, այն արա։ Դու էլ իմ աղջիկն ես։ Երբ է դա լինում։ Ուշանալուց։ Այս վերջերս երևի թե ավելի շատ, քան երբ ավելի փոքր է, ինչի, որովհետև հիմա զբաղվածությունս ավելի է մեծացել, կենտրոնացումներս կիսվել են, բաժանվել են մի քանի մասերի ու այդքան չեմ հասցնում կենտրոնանալ կամ շատ վերաբերմունք ցույց տալ, որովհետև մենք շատ կպած ենք իրար, շատ մտերմիկ հարաբերություններ ունենք, մաման իմ լավագույն ընկերն է, ընկերներից մեկն է։ Ու հիմա որ շատ անգամներ չհասցնեմ օրինակ օրվա մեջ իր հետ խոսեմ կամ պատմեմ, Եվա դու մոռանում ես, որ մամա ունես, եւ դու մոռանում ես, որ այսօր պետքա մենք իրար հետ խոսենք, բայց շատ լավ է, շատ գոհ եմ իրականում, ես զգում եմ, որ ես էլ եմ այդպիսի լինելու, կամ այդպիսին եմ արդեն։ Դուք այնքան լավ ընկերություն եք անում, իրականում որ ձեզ նայում ես կողքից դժվար է պատկերացնել, որ դուք մամա ու աղջիկ եք։ Շատ են ասում, շատ, բա որ եղբորս հետ են տեսնում, շատ անգամ երբ եղբորս հետ տեսել են, դեռ տարիներ առաջ եղբայրս մամայիս հետ փողոցով գալիս է ու ընկերները իր ներքևում կանգնած են իրար մեջ փսփսացել են ասել են նոյի Վոնիկ ընկերուին ինչ սիրուն է հետո մոտեցել են ոյ կներեք էլի կներեք մեր մտքով ինչ ասես անցավ համաձայն եմ մաման ու ես շատ ավելի
Լավ Լավն է, շատ լավն է, ձեզ հաճախ տեսնում ինքն էլ ձեզ ինքն էլ իրականում քեզ Արևիկ շատ է սիրում։ Այնքան լավ բաներ է ասում քո մասին, ասում է Արևա, խելացի է, շատ հետաքրքիր, երևում է որ ցենց մուդրի, լավ կին է ու շատ սիրում է, շատ։ Շատ հաճելի է լսել, ես էլ իր հետ ամեն անգամ փողոցում որ տեսնում եմ, այդպես մարդիկ կան, չէ՞ որ փողոցում շատ ես տեսնում։ Այնքան հետաքրքիր է, մարդկա նույն քաղաքում կարող է տարիներով չտեսնես, մարդկա միգուցե ապրելու վայրից կամ աշխատանքի վայրից ելնելով հաճախ ես տեսնում, ամ այդ որ տեսնում ենք, մի լավ երկար նստում։ Վերջերս ասեց Արևին եմ տեսել Եվ այնքան հաճելի է, այնքան լավ աղջիկ է, այնքան ուզես կխոսես, այնքան հաճելի է այսօր էլ որ գիտի գալիս եմ քեզ մոտ զանգել ասում եմ Եվա շատ լավն է կբարևես Կոֆե պետք անենք մամայի հետ։ Հա, իսկապես ազատվենք, չէ՞։ Որոշեցինք։ Հիմա արի գինի խմենք։ Հետաքրքիր է, որ այս տաղավարում մենք հիմնականում գինին խմում ենք հայ կանանց թեմաների շուրջ, մամաների տենց է ստացվել առաջին իսկ օրվանից ու այս անգամ էլ տենց վառ հայ ուժեղ կնոջ օրինակամամատ։ Հա, իրականում համաձայն եմ։ Շատերը կարող է չհասկանան իր կերպարին, որ նայում ես, թվում է թե ավելի նուրբ, կին, իսկապես նայում ես իրան, մտածում ես, որ նա նուրբ կին է, բայց այդպես չի, իր մեջ այնքան ուժ կա, այնքան բան եմ ես իրանից սովորում։ Որովհետև հաճախ մեզ թվում է, որ դժվար ճանապարհ անցած մեկը պետք է իր արտաքինով էլ դա ցույց տա, ու երբ տեսնում ես շատ խնամված, շատ ցենց շփման մեջ թեթև ու իմանում ես այդ ճանապարհը, որով ինքը անցել, ասես կրկնակի գնահատում ես այն ինչը հիմա ինքը կա։ Ու այն որ չի փոխվում մարդ ամենակարևորն է։ Մերսի շատ։ Խմում ենք օրգանական տակառի, օրգանական դա նշանակում է, որ այս գինու հետ կապված ամեն ինչ առանց քիմիայի է, օրգանական է, մաքրագույն է ու համի մեջ դու այդ թեթևությունը խոստանում եմ կզգաս։ Ինչը օրգանական է, դա արդեն լավ է։ Ես ուզում եի հարցնել, արդյոք դու քեզ կողքից տեսնում ես։ Ասես դու ամուսինդ ճուտիկը ինչ պատկեր ես տեսնում, ոնց ես երևում դու կողքից, քո կարծիքով։ Շատ եմ տեսնում, կարող եմ ասել նաև դա իմ մասնագիտությունից է գալիս, որովհետև մենք սովորենք, որ բեմում կամ ընդհանրապես խաղալուց միշտ դու պետք է քեզ կողքից կարողանաս նայել, զննել, տեսնել, թե ճիշտ ես խաղում, թե ոչ, շատ խաղացիր, թե ոչ, ու ես ինձ միշտ փորձում եմ կողքից նայել։ Բայց դա չի նշանակում, որ կողքից նայում եմ ու ինձ կաղապարում եմ ինչ-որ մի բանի մեջ ու փորձում եմ խաղալ։ Այդ դա պետք է կարողանաս տարանջատել ու տիրապետել, որովհետև ինչքան էլ ես ինձ կարողանում եմ կողքից նայել, պահեր կան, որ տեսնում եմ, որ դա ճիշտ չի, տեսնում եմ, որ այդպես պետքա չանեի, բայց հասկանում եմ, որ եթե այդպես չանեմ կամ այդպես չլինի իմ կյանքում, ես կհեռվանամ ինքս ինձնից ու կլինեմ մեկ այլ մարդ, իսկ այսօր շատ է պետք, որ մարդը մնա մարդ ու չհեռվանաս քո էությունից, ինչը ամենակարևորն է։ Մարդիկ հիմա փորձում են շատ ավելի զուսպ լինել, նայեն, հանկարծ չսխալվեն, հանկարծ սա չանել, սա չլինի, բայց եթե դու անում ես դա անկեղծորեն, խնդրեմ, արա, բայց եթե դրա մեջ կա կեղծ, խնդրում եմ բաց թող ինքդ քեզ, ավելի լավ է լինես անկեղծ եւ ապրես ուղակի ինքդ քո հետ ներդաշնակ։ Այդ որ պահերն են, որ նայում ես քեզ կողքից, մտածում ես, այ միգուցե սա այսպես չանեի։ Շատ է խոսել ես։ Չէ, իրական որ ոչ թե շատ խոսել ես, շատ անգամներ կուզեի էլ ավելի զուսպ լինեի աններիս առումով, որովհետև ես շատ էմոցիոնալ եմ, ինչը շատ տեղերում ինձ խանգարում է ու այս 20 օրվա ընթացքում երբ ցայնս կորել էր, ինքս ինձ հետ խոսելուց մտածում էի, ասում եմ, միգուցե դա պետք էր, որ դու ինչ-որ մի գիտակցության գաս կամ սա ինչ-որ մի բանի համար է, որ հասկանաս, պետք չի խոսել շատ անգամ պետք է լսել ուղղակի, իհարկե ես ունեմ լսելու հատկություն ու այն էլ շատ մեծ, ես կարող եմ ժամերով լսել, մտնել մարդու դրության մեջ, փորձել իր տեսանկյունից այդ ամենը նայել, բայց միևնույն ժամանակ ոչ թե անտեղի, խոսում եմ այն, ինչ մտածում եմ։ Այդ րոպեին, եթե ես մտածեմ, որ դու հիմա կեղծ ես ինձ հետ, ես կարող եմ հենց այդ պահին ասեմ, ես քեզ չեմ հավատում։ Եվ բայց ախր այնքան քիչ մարդ է այդպես մնացել։ Մի փոխվի։ Շատերն են ասել, դեռ Ռուսաստանում որ գնացի նկարահանման Վոլյայի մոտից ինձ ասում են «Останься такая, какая ты есть»։ Ամենաառաջին հաղորդումներիցս մեկը, որ Արամեն Պետրեի ու Գարիկի մոտ էի գնացել, ինձ վերջում ասեցին Եվա կմնաս այնպեսին, ինչպեսին որ կաս։ Ու այդ միտքը միշտ ինձ հետ գալիս է, միշտ։ Տես, հիմա էլ դու ասեցիր, էլի պետքա լինես այնպեսին, ինչպեսին կաս, չհեռվանաս, բայց միևնույն ժամանակ այդ զսպվածությունը ու շատ անգամ այդ
ավելի արագ պատասխանեմ։ Միգուցե դիմացինին ես նեղացնում եմ այդ իմ ասածով, որ օրինակ Արև ջան, գիտես, պետք չի այդպիսի լինել։ Դա ինձ չի վերաբերվում, օրինակ, ինչի ես պետքա դա ասեմ։ Քեզ ոչ մեկ չի հարցրել։ Ինչի ես դու որոշել, որ դու պետքա ազնիվ գտնվես այս մարդու հանդեպ ու ասես, օրինակ, ճաշակով ասում ես։ Հա, ասում եմ։ Իսկ շատ լինում, որ հետո ռեակցիան այն չի լինում, ասում ես, վայ, պետք է չասեի։ Դե լինում է, որ Չէ, հենց այդ րոպեին եմ ասում, վայ, պետքա չասեի, կներես, եթե քեզ նեղացրեցի։ Շատ անգամներ եղել են նույնիսկ մեր նկարահանումների ընթացքում վերջերս մեկին վիրավորեցի այդ ազնվությամբ, որովհետև իմ մոտ ես չպատկերացրեցի, որ կարող եմ վիրավորել, բայց միևնույն ժամանակ չէի պատկերացնում, որ դա կարող է լինել։ Ու ես այդ րոպեին պտտվում ու հարցնում եմ. Իսկ հնարավոր է այդպես լինի ու դա անկեղծ է։ Ու ինձանից դա նեղաց ինձնից բաներ ասվել, ինչ էր եղել։ Եվ ասվել եւ ուղղակի չեմ կարող պատմել ու վատա, որ այսքան բացում եմ փակագծերը, բայց միջև վերջ չեմ գնում։ Հետո իհարկե ես մոտեցա ու ներողություն խնդրեցի, ասեցի ներեցեք էլի կարող է վիրավորեցի անգիտակցաբար, որովհետեւ էլի միտքս ու լեզուս առաջ ընկավ։ Խնդրում եմ ներեք ինձ։ Իհարկե մա չգիտեմ ներեցին թե չներեցին, բայց երբ որ ես հասկանում եմ, որ նեղացնում եմ, փորձում եմ ներողություն խնդրել, դա միանշանակ։ Վերջին շրջանում անընդհատ ձայնի խնդիր ունեիր։ Իսկապես, ուրեմն ինչ-որ մի բանի համար էր դա։ Այդ եմ ուզում հասկանալ, այդ 20 օրերի ընթացքում, 20 օրվա ընթացքում այնքան եմ մտածել, ինչի, որովհետև ոչինչ պատահական չի լինում, չէ՞։ Ու այն էլ ձայնը։ Այն էլ ձայնը։ Նախ պետքա շատ շնորհակալ լինես Աստծուց այն ամենի համար, ինչ որ դու ունես, շատ։ Այսինքն այն, որ ամեն օր կարողանում ես շփվել, հասկանում եք, այդ ինչ կարևոր բան է։ Մարդիկ սկսում են խոսել, սիրուն եմ, քիթս մեծ է, ինչ որ մի բանս լավ չի, բայց Աստված որ քեզ ստեղծել է, դա նշանակում է, որ դու պետքա լինես լիարժեք երջանիկ, որ քեզ ձայն է տվել, փոքրիկ, սիրուն, կան տարբեր ձայնային տեմբրներ, չէ՞, բայց որ տվել է ու դու կարողանում ես խոսես, պետքա լինես շատ երջանիկ ու շնորհակալ ու ոչ թե ուղղակի դա խոսքեր են, այլ դու պետքա զգաս։ Դա մեկ, որ էլի մոտեցա Աստծուն, չնայած ես միշտ մոտեմ, բայց այս անգամ էլ ավելի, որովհետև եթե օրինակ ցավում է այս հատվածը, դու հասկանում ես, որ հոգու հետ ինչ-որ խնդիր կա։ Եթե ձայնը, միգուցե սխալ ինչ-որ էլի ինչ-որ մեկին նեղացրել եմ անգիտակցաբար, ինչ իմանաս։ Միգուցե։ Եվ քո ձայնի թեման ընդհանրապես շատ է, չէ՞, քննարկվում։ Այնքան ասած օրիգինալ է այդ քոսուց բոմ ձայնը եւ այլն, բայց ձայնի հետ կռվում ես, երբեմն ուզում ես փոխել։ Գժվում եմ իմ ձայնի համար, շատ։ Ինձ նույնիսկ շատ անգամ դրսում չեն ճանաչում, հենց խոսում եմ, ասում եմ, վայ, դուք եք, ասում եմ, հա, ձայնից հետ է կապված, ես շատ ներդաշնակ եմ ձայնից հետ։ Ունես լավ ես ծիծաղում, ես հիշում եմ, որ մենք շուտ ասան էինք նկարել, ինչ լավ է կչկչում։ Այդ ծիծաղել է ձայնս, բայց այնքան մարդ կա, երկու տիպի մարդիկ են բաժանվում ձայնից հետ կապված, այն մարդիկ, որ չեմ կարողանում այս աղջկա ձայնը լսել, ահա որ, ու մարդիկ կան ող եւ ինչ հետաքրքիր ձայն ունես։ Ու ես ասում եմ ես էլ եմ համաձայն դες։ Ու ինձ միշտ ավելի մոտ է այս տեմբրի ձայները, ինձ գրավում է։ Վերջերս մի ներկայացման մեջ եմ խաղում ու այդ աղջկա ձայնն էլ այնքան հետաքրքիր է, ականջիս այնքան հաճելի է, ուզում եմ անընդհատ խոսի ու ես վայելում եմ, այնքան լավն է։ Եվ ովքեր են քո փոքր աշխարհում ապրում, այդ մի քանի ամենամարտիկ ովքեր են։ Ամուսին, մամաս, ամուսինս, աղջիկս, մամաս, ամուսինս, եղբայրս, միաս, շատ են էլի, հարսիկս, ընկերներս, իմ ընկերները ամենալավ ընկերներն են։ Գժվում եմ իմ ընկերների համար, նրանք մի քանիսն են, բայց իմ ընտանիքի անդամներն են։ Վաղուց, մենք իրար հետ ենք մեծացել, միասին ենք մեծացել ու իրոք նրանք, եթե ես ասում եմ նրանց քույր, ուրեմն իրոք նրանք իմ քույրիկներն են։ Ես ունեմ արյունակցական քույրիկներ, բայց նրանց հետ մտերիմ չեմ, ինչքան որ իմ ընկերների։ Ու կյանքը ցույց է տվել, որ կա ընկերություն, կա։ Ինձ ասում են ընկերներս ասում են՝ «Եվա մի խոսա, ոչ միտեղ չխոսաս մեր մասին»։ Ոչ միտեղ։ Ինչի։ Ուզում եք շատ անկեղծ, որովհետև երբ որ շատ եմ խոսում, Աստվածավախ եմ ես, նման բաների շատ չեմ հավատում, բայց լինում է այնպես, որ ինչ-որ կոնֆլիկտ է մեր մեջ լինում։ Իրոք, ես չեմ հասկանում դա։ Խնդրում եմ, այսքանի օրը չկռվեք։ Հա, հիմա մամաս Օսոլեմիոյի վրա չկծեք։ Ու լինում է այնպես, որ
կոնֆլիկտ չեմ ասում, որ մենք իրար հետ կռվում ենք, որովհետեւ մեր գիտակցությունը այնքան եւ մեր ապրած կյանքը այնքան է, որ հաստատ ինչ որ չնչին բաներից չեն կռվի, բայց լինում են, այո, ուշադրություն չենք դարձնում։ Առհասարակ երջանկությունը լռություն է սիրում։ Իրանք այդ մտքի հետ շատ համաձայն են, բայց ես չէ։ Ես սիրում եմ գոռալ, որ երջանիկ եմ, սիրում եմ ասել, որ ես սիրում եմ, սիրում եմ ասել, որ ես սիրված եմ, մի խոսքով։ Եվ պարբերաբար ասում ես, որ կյանքում եղել են եւ լինում են հիասթափություններ։ Բայց ինձ հետաքրքիր է, ինձ թվում է, որ ինչ որ ով ում կարար բացահայտեր, պետքա բացահայտեր եղել են, այդ նոր մարդիկ են, այդ հիասթափությունները, չգիտեմ, ոնց է լինում քո կյանքում նոր մարդկանց հետ կապված։ Հիասթափությունը շատ վատ բան է։ Իսկ ինչի ես հիասթափվում։ Եթե դու ինչ-որ մեկից մի բան սպասում ես, նոր ես հիասթափվում, չէ՞։ Ստացվում է օրինակ մոտ ես ընդունել, ընկեր է, նոր կարող ես հիասթափվել, կամ ընտանիքի անդամն է, ու դու հիասթափվում ես ընտանիքի անդամից, որովհետև հաստատ օրինակ հիմա ես այստեղ որևէ աշխատակցից չեմ հիասթափվի, չէ՞, որովհետև ակնկալիքներ չունեմ նրանից։ Դրա համար պետք է սովորել ոչ մեկից ակնկալիք չունենալ։ Ովքեր են այսինքն այդ մարդիկ, ումից օրինակ վերջին հիասթափությունները, որ իրենց հետ է եղել։ Ընկեր են եղել։ Կան։ Իրանք սկսում ես ճանաչել առհասարակ ես նայում եմ մարդուն իմ աչքերով, չէ՞, այդպես է, չէ՞, դու նայում ես դիմացինին ու տեսնում ես այնպեսին, ինչպեսին դու ես գաս։ Մարդու արտացոլանքն է, հայլու մեջ, ինչև է շատ խորացա այս մտքի մեջ։ Բայց դրա համար չեմ սիրում ասել ու չի կարելի ասել։ Միգուցե ես եմ սխալ տեսնում ես աշխարհը, միգուցե ես եմ սխալ զգում այդ մարդուն։ Իմ մեղավորությունն է, որ ես հիասթափվել եմ իրանից, միգուցե ինքը ոչինչ չի արել։ Երբ դու հիասթափվում ես, խոսում ես։ Այո, կարող եմ խոսել։ Այդ մարդու հետ խոսում ես։ Այո, 1, 2, 3 անգամ կխոսեմ։ Ավել նույնիսկ։ Այսինքն կփորձեմ հարթել, կփորձեմ բացատրել, կփորձեմ հասկանալ նրան, ինչպես նշեցի արդեն ամենասկզբում, փորձում եմ դիմացինից տեսանկյունից նայել այդ իրավիճակին։ Ամեն ձևով փորձում եմ դա անել, բայց կան հիասթափություններ, դա էլ մեր կյանքի մի մասն է։ Իսկ մաման ասում է, ասում էի քեզ։ Չէ, մամաս շատ ավելի լավն է։ Բայց եղել է, իհարկե եղել են դեպքեր, երբ ասել է, որ ասում էի քեզ, բայց միևնույն ժամանակ ասել է, դե պետք է ընդունես մարդկանց այնպեսին, ինչպեսին կան։ Ինքը ավելի փորձում է շտկել, եթե ավելի անկեղծ լինեմ։ Քեզ հարաբերությունը այդ փորձելով պահել, փորձելով ամեն ինչի ավելի լավը տեսնել, ու ասել, որ ինչքան մարդ, այդքան բնավորություն, փորձիր բոլորի մեջ միայն լավը տեսնել, վատը ինչքան էլ կան։ Եվ իսկ ի՞նչ է այդ բառը, հա, հիասթափություն բառը իր մեջ ներառում քո պարագայում, այսինքն պահանջում ես կամ սպասում ես դիմացինից ավելի ուշադրություն, ի՞նչն է այդ անկեղծության պակասը, սիրո պակասը։ Գիտեք, ամեն ինչ ծնվում է սիրո բացակայի, ամեն վատ բան։ Այսինքն դու զգում ես, որ սիրո պակաս քո նկատմամբ։ Ես տեսնում եմ, որ այդ մարդու մեջ կա սիրո պակաս, հասկանում եք։ Այդ այնքան տխուր բան է, երբ ես տեսնում եմ, որ իսկ եթե տեսնում ես, որ այդ մարդու մեջ կա սիրո պակաս, դու հասկանում ես, որ այդ մարդուց շատ բաներ կարող ես սпасել։ Շատ բաներ, որոնք արվում են դիմացինին նեղացնելու, դիմացինին չարություններ անում, ցավացնելու ցանկություն։ Ու դու այսպես նայում ասում ես ախր ես կյանքով չենք ապրում մենակ, ցավացրու։ Դու քո որ դերում ես ամենալավը։ Կին, դուստր, մամա, դերասան, ուսուցիչ այսօր։ Այդ հարցը չեմ տվել ինքս ինձ, լավը չեմ հաստատ, լավը դեռ հաստատ լավն ես, որում ես ավելի լավը։ Դե եթե մեր կողակիցներին լսենք, ուրեմն միանշանակ իմ ծանոթները կասեն դու որպես դուստր դու իդեալական, որովհետև մամայիս շատ ծանոթներ ասում են եւ այպես աղջիկ բոլորս կուզենայինք ունենայինք քոպես աղջիկ եւ ամուսնուս ընկերներն էլ ամուսնուս հարազատ մարդիկ միշտ ասում են ինչքան լավն է քո կինը, ինչքան իսկ ընկերներս միշտ ասում են այ մարդ եթե ընկեր ունենա պետք է եւ այպես ընկեր ունենա։ Վերջ եւ ամնում է ճուտոն մեծանա մաման։ Չգիտեմ ինչ ասում դե։ Ասի ինչ մամա ես ու վերջ։ Բայց դե այդ խոսքը դե չգիտեմ հոսամ միջև վերջ կգնանք էլի այդ։ Գևի հետ ինչի շուրջ են լինում ձեր վեճերը։ Ես կողքից տեսնում եմ ու հասկանում եմ, որ ինքը շատ աջակցող ամուսին է։ Շատ։ Ձեր սերնդի շատ զույգերում եմ տեսնում, որ ամուսինը աջակցում է իր ասենց հասարակական գործունեություն ծավալող կնոջ, այսինքն այն կնոջը, որը երևում է, չգիտեմ, ինֆլուենսեր, դերասան, երգիչ, ինչը նախկինում ավելի քիչ էր։ Երևի որովհետև
այս շրջանում մարդիկ սիրով են ամուսնանում։ Դա է ուղղակի։ Ինձ թվում է ոչ միայն դա, երևի ինչ-որ բաներ փոխվել են։ Առաջվա սերը ու հիմիկվա սերը կամ մի քիչ արտահայտման մեջ փոխվել է։ Կարծում եմ այն ժամանակ սիրո արտահայտչամիջոցները մի քիչ ուրիշ էին, իսկ այսօր ավելի ազատ են ու արտահայտչամիջոցները սիրելու եւ ցույց տալու փոխվել է ու ավելի կարեկցող է դարել, ինչը մեծ է երևում, ավելի ուրիշ ռակուրսից է երևում ու ավելի սիրուն է երևում ու ավելի ճիշտ, բայց համաձայն եմ, որ հիմա ամուսինները այո, այդպիսին են ու դա շատ գովելի է, շատ։ Ամեն դեպքում դերասանի, դերասանուհու զույգ լինելը հեշտ չի։ Նույնիսկ այսօր իմիջայլոց։ Որն է այն պահը, որ գիտես այս դերը կամ այս նախագծում հայտնվելը ամեն դեպքում չանեմ, որովհետև գևին դուրս չի գա։ Թե այտենց պահ չկա։ Ինչի չկա, ինձ շատ են հարցնում, ասում են օրինակ հրաժարվում ես այս կերպարից, որովհետև կա գև։ Ասում եմ չէ, իրականում չէ, որովհետև միջև գևն էլ ես էլի կհրաժարվեի։ Ինչքան էլ ես ասում եմ, ես ոչ շատ պրոֆեսիոնալ դերասանուհի եմ, որովհետև շատ բաներ կա, որոնցից ես հրաժարվում եմ եւ դա պրոֆեսիոնալիզմ չի, հաստատ պրոֆեսիոնալիզմ չի։ Ու դա կապում են գևի հետ, բայց չէ, գևի հետ պետք չի կապել։ Ուղղակի իմ բնույթն է այդպեսին, ես օրինակ չեմ կարող ու դա իրան դուր է գալիս իհարկե, եթե դա չլիներ, հաստատ ինքը այնպես էր անելու, որ տենց լիներ, բայց այդպես ստացվել է։ Օրինակ ինչ։ Օրինակ իհարկե համբուրվելու տեսարան, բաց տեսարաններ, ինչ է այնպես մեր ադաթավոր նստվածք ունի էլի։ Իմ մեջ կա այդ, որ ես չեմ անի ու չեմ կարող անել ուղղակի։ Ու ինքը տենց քեզ հետևում է Instagram-ում, ֆիլմերը նայում է։ Իմ առաջին հետևորդն է ամեն առումով էլի, ինձ աջակցողն է ամեն առումով։ Իսկ նենց բզում է, էս էլ նկարի է Սարաբան։ Թե չի մտնում է դեռ։ Չէ, բզում է այնքանով, որ ասում է, օրինակ դպրոցս որ բացեցի, չէի ուզում բացել, դոծում է չէ, դեռ պատրաստ չեմ, ինքը արդեն որերորդ տարին է ինձ ասում, պետքա բացես դու այդ դպրոցը, պետքա բացես, այսինքն իրա խորհրդով եմ ես դա արել, երևի ինձ հավատալով, որ ինձ այնքան հավատաց, այնքան ասեց, եւ դու դա պետք անես, ու նույնն էլ ու այնպես շատ հարցեր կան, որ ինքն է ինձ ասում եւ գնարա, պետք է անես։ Հիմա այդ լավ ամուսնու հետ երբ ես վիճում։ Դու պետք է վիճել։ Դե երբ է, ի՞նչ է թեման։ Իհարկե պետք է վիճել։ Կյանքում ամեն ինչը ունի եւ սև եւ սպիտակ կողմերը եւ առանց։ Հիմա սևը ուզում ենք պատմես։ Ուղղակի այնքան ուրիշ ձև է լինում մեր վեճերը, այնքան ոչ կարևոր, իրոք իսկական կարևոր չի։ Ու դրանում է երևի գաղտնիքը, որ այնքան կարևոր չի, բայց նույն ժամանակ այդ վեճը պետք է որ համովություն տա։ Ես սիրում եմ այդ վեճերը, որովհետև դա ինձ ասում է դու ես միշտ հրահրում, հա, իրան որ թողնես ինքը երբեք չի վիճի, երբեք։ Նա տարի կռվենք էլի։ Հա, իսկ ես էմոցիոնալ, ինչպես նշեցի, սիրում եմ։ Իսկ ինչպես է լինում, օրինակ դու ակնկալում ես, որ ինքը կհիշի, որ դու ուզում ես այս ինչ բանը։ Չէ, օրինակ իր համար շատ կարևոր է, որ իր հագուստը պետքա միշտ հարթուկած լինի։ Ահա։ Ունենք օգնողներ տանը, ովքեր օգնում են դա անել, բայց ինքը ուզում է որ դա ես անեմ։ Ասում է Եվա, չէ, ես ուզում եմ որ դու դա անես։ Չէ, դու օրինակ կազմակերպես process-ը, թե հենց ես արդյունքը ես դու պետք է անես, հա։ Ինքը ուզում է որ դա ես անեմ։ Ասում եմ ինչի, եթե ունենք օգնող, օգնողը մեզ օգնում է, ինչ ես ուզում որ դա ես անեմ։ Ասում է չէ, ես ուզում եմ որ դա դու անես, ուզում եմ որ դա դու արդյոք ես օրինակ։ Իսկ դա մենակ արդյունքի մասն է, թե օրինակ նաև սնունդը, արդյունքը, տան մաքրությունը, ամեն ինչը։ Չէ։ Ընդհանրապես տան մաքրությունը ով ուզում է թողանի, մենակ մաքուր լինի, բայց արդյունքը օրինակ ուտելն էլ ինքը սիրում է որ ես եմ դա։ Եվ դու անում ես։ Բայց դե մենք ապրում ենք այնպիսի պայմաններում հիմա, որ մեր տանը կողքը կա շատ համեղ ռեստորաններ, շատ համեղ սրճարաններ եւ կարող ենք չէ սնվել միասին։ Եվ դու կարող ես գնալ պատվիրել, բերել, դնել, ասել հենց նոր գազօջախից անեցի։ Բայց իհարկե լինում են, իհարկե այնպես չի որ ես չեմ պատրաստում։ Երբ նոր էինք ամուսնացել, շատ սիրով էի անում, շատ։ Ու մինչև դա
ասում եմ, որ ես ընդհանրապես խոհանոց չեմ սիրում պատրաստել, ու երբ ամուսնացա սկսեցի անել, զարմանում էի այն աղջիկների վրա, ովքեր ասում էին, մենք չենք սիրում պատրաստել։ Ասում եմ, ոնց չեք սիրում պատրաստել։ Ու սկսեցի սիրել։ Եվ հետո էլի հոգնեցի։ Այդ այս մաճուտիկից հետո ավելի դժվարանում է։ Դու ամեն օր Արիայի համար 3 անգամ օրը սնունդ ես պատրաստում։ Համ Արիայի համար, համ քո համար, համ ամուսնուդ համար, բա հիմա երկրորդը, երրորդը, չորրորդը չէ։ Ես հիշում եմ, որ իմ առաջին հղիության ժամանակ մինչև վերջին օրերը երևի այնքան հյուր էի ընդունում, ու դրանից հետո ես երբեք այդքան հյուր չեմ ընդունել, որովհետև բալիկների ծնվելուց հետո ուրիշ ձև ավելի է խտանում օրս, մանավանդ եթե աշխատում ես։ Այ հետաքրքիր է, մեզ դիտողներին հիմա հարցնենք, կանանց հարցնենք, երեխեքից առաջ ու հետո արդյոք փոխվել է այդ զբաղվածությունը, որովհետև ես իմ վրա ակնհայտ տեսա, որ երեխեքից հետո հյուր ընդունելու վրա ավելի քիչ ժամանակ է մնում։ Ցավոք, բայց այդպես է։ Ու հասկացար, որ իրականում 1 ժամում դու կարող ես շատ բան հասցնել, քան մինչ երեխան։ Եթե այն ժամանակ ինձ ասում էին 1 ժամ, ասում եմ, դե երևի չեմ հասցնի 1 ժամում դա անել։ Իսկ հիմա 1 ժամում կարող ես երեխային պատրաստել, դու հագնվես, ամուսնուդ համար արտուկա անել, հացը մի խոսքով ամեն ինչ, տեքստել սովորել, պատրաստվել, որ հեսա նանեն պետքա գա գնանք նկարվելու։ Մի խոսքով 1 ժամում դու այնքան բան կարող ես անել։ Այդ երեխայի հետ սկսում ես ավելի շատ, բայց այո, ավելի քչանում է այդ հյուր ընդունելու արարողությունները, որը ես իրականում շատ եմ սիրում։ Ովքեր են ձեր տան հյուրերը, ում եք շատ կանչում։ Մեր ընկերները, Գևի ընկերները, իմ ընկերները, մամաս, Գևի մաման։ Խոսքով այդպես ու կարող են գալ մեր տուն ու մնան մինչև լույս։ Եվ շատ ես լինում տանը։ Սիրում ես լինել քո տանը։ Սիրում եմ, երբ ես աշխատանքի չեմ կամ զբաղված չեմ, սիրում եմ անցկացնել տունը ընտանիքիս հետ։ Տունը ամենակարևոր բանն է։ Կարաս օրերով մնաս տանը։ Թվում է թե հա, բայց չէ։ Իսկ տան վերանորոգմամբ դուք եք զբաղվել հենց։ Ես եւ ամուսինս միասին պետքա նաեւ նորից զբաղվենք։ Նորից տեղափոխվում եք։ Ուզում ենք ավելի մեծացնել բնակարանը։ Բայց մեզ էլ հարևան չեք լինելու։ Կլինենք։ Քիչ են կողմ։ Եվ ուրեմն բնակարանի ու տան մեջ ինչքան կարևոր է մեզ սանտեխնիկան, ինչքան կարևոր է որ այդ ամեն ինչը լինի սիրուն, հարմար, լավ փակվի, բացվի որակով։ Ես կուզում եմ հարցնել եւ ասել գրոհեի մասին։ Միանշանակ գրոհ է եւ հենց գրոհից էլ օգտվելու ենք իրականում, որովհետեւ շատ հավանում եմ ամեն ինչ կա նրանց խանութում։ Ուրեմն որ դու գնալու ես այնտեղ, ես ասում եմ, որ դու ել ավել ես վայելելու, որովհետև սա այդնովա 37-ում, որտեղից միշտ գնում են գրոհեն, արդեն 25 տարվա ներկայացուցիչ են, Ռեջինոքսը կողքը, չգիտեմ եղել ես թե չէ։ Այո, որովհետև վերջերս հենց գնացել ենք այնտեղ, ես արդեն ընտրել եմ, նոր բաներ եմ ընտրել։ Դու տեսել ես այնտեղի ներքևի հարկում, որ սպա կա, գրոհե սպա։ Վայ։ Միակը Հայաստանում։ Հենց նայում ես ասում ես ինչքան սիրուն է, ինչքան լավն է։ Ես այդ սպան որ տեսնում եմ, ասում ոչինչ չեմ ուզում, ես էս եմ ուզում։ Ճիշտ է։ Իրոք ես շատ եմ սիրում ու վայելում եմ այդ խանութը։ Ու որ պատկերացնում ես այս 25 տարվա ընթացքում ինչքան բնակարաններ են իրենց միջոցով դարձել ավելի հարմար, ինչքան պրոյեկտներ, ինչքան հասարակական վայրերում է այդ դրվել, sense մի հատ մեծ պատմություն է, էլի, համաձայն եմ։ Ռեջինոքսը մեզ բերել է։ Ու գիտես որ հաստատ պետք է վստահես գրոհեին։ Միանշանակ դրա համար վերջերս ես գնացել էինք։ Ժողովուրդ գնացեք Սայետնովա 37։ Հա։ Վայելեք այդ ամբողջ տեսականին, տեսարանը եւ իջեք ներքև, կտեսնեք Հայաստանում միակ գրոհե սպան։ Ճիշտ է։ Հաստատ։ Հիմա հասկացել ես արդեն որ դու ունես երեխա, որովհետեւ սկզբի շրջանում ես հիշում եմ որ դու ասում էիր որ ինքս էլ չեմ գիտակցում։ Ինձ թվում է ես իմ բնավորությամբ այնպիսի մարդ եմ որ միջև կյանքի վերջը ես ասելու եմ եւ դու այդքան մեծացել ես եւ որովհետեւ քո մեջ ինձ հավես երեխա կա։ Մեկ գևը դա է ասում եւ մեկ շատ հասուն ես մեկ նենց բան կարող ես ասել որ մեկ էլ կարող է նենց բան անես ասեմ ինչ ես անում որովհետեւ հա այդ ու ես չեմ ուզում որ այդ երեխան կորի
Այո, որովհետև եթե դու շատ խմբագրված լինես, դու չես լինի։ Ես չեմ լինի։ Բայց դե պետք է էլի մի քիչ վերջը արդեն 30 տարեկան։ Դե դա արդեն պետք է էլի մի քիչ զուսպ մտածել եւ այլն։ Բայց չէ։ Կա այդ զգացմունքը, իհարկե որ ես արդեն ծնող եմ, պարտականությունը, այդ ամեն ինչը իհարկե կա։ Բայց մեկ-մեկ նայում եմ Արիային, ասում եմ, Արիա, ես քո մաման եմ, գիտես։ Արիա, ես քո մաման եմ, ասա մամա, ամենասկզբում ամաչում էի սովորեցնել նրան, որ ասի մամա, ու չէի ասում մաման գժվի քո համար, չէի ասում, որովհետև այդ մաման Ես եմ։ Հա, ես մամա եմ, ու այնպես չէ որ չեմ նայում աղջկաս կամ չեմ սիրում, այդ ամեն ինչ այնպես չի որ չեմ անում, բայց այդ բառից խուսափում էի։ Իսկ հիմա չէ։ Արիային մեծացնելու ամենաբարդ պահերից ո՞րն է եղել։ Այդ գիշերը չքնել, չգիտեմ, ատամ հանել, գաջիկները, բան։ Չէ, ինձ հեշտ է մեծացել։ Ինձ թվում է, գիտեք որն է հարցը, իրականում գիտեք երևի բոլորին նկատի ունեք։ Այո։ Վերաբերմունքը տվյալ իրավիճակի։ Չէ, նաև տարբեր երեխեք են լինում, երեխաքը հեշտ է ավելի։ Ուզում եմ երկրորդը ունենամ, որ նոր խոսեմ այս թեմայի շուրջ, որովհետև ես կարծում եմ շատ բան է գալիս ծնողից, շատ, բայց ինձ հակառակն են համոզում, ասում են, չէ, դա երեխայից է։ Դու կարող ես նույն ձև փորձես դաստիարակել, բայց երեխան ուրիշ բնավորություն ունենա։ Չգիտեմ, մի քիչ համաձայն չեմ դրա հետ, հա, հետագայում, այո, որովհետև որտեղ ինքը սովորում ամեն ինչը ազդում է իր վրա, բայց այդ սկզբնական փուլը օրինակ ընկավ աղջիկս։ Հա։ Հիմա եթե ես ասեմ, ընկավ, վայ, սկսեմ լացել, չգիտեմ, ոտքը ցաված, գլուխը ցաված։ Ուրիշ ձև վերաբերմունք կլինի, չէ, այդ իրավիճակին։ Իսկ երբ որ ես տեսնում եմ ընկնում, հա, ասում եմ, վայ, արի անկար, ինքն էլ անում, Ինձ մա երկուսը մեկում։ Հա։ Ամեն դեպքում երեխա կա, որ բոլոր այդ շրջանները դժվար է անցկացնում, ծնողները տարիներով չեն քնում, տարբեր են երեխեքը։ Իսկ ձեր մոտ այդ լրիվ բաժանված էր հոգսը, չգիտեմ, գիշերը արթնանալ, շատ։ Ինձ շատերն էին ասում, որ ամուսինդ հաստատ կօգնի, որովհետև ունի այդ հատկությունը իր մեջ, բայց մտածում էի, հա որ, ես իմ մտքում մտածում էի, ու հա, երևի առաջին քանի ամիս այն դժվար շրջանը, որ երեխան պետք է անպայման գիշերը արթնանա եւ ինքը ավելի ուշ քնող է եւ այդ գիշերային ժամանակ շատ էր օգնում։ Այսինքն լինում էր, որ դու քնած մնայիր, ինքը բայց գիտես ոնց արև չէ։ Քնած էի, օրինակ այդ կաթը պետքա տար երեխանուտի եւ դու քնի, ես անում եմ։ Եվ դու քնի, եւ բայց երեխեն սենց բան արեց, եւ հիմա որ երեխուն սենց պահեմ, բայց դու քնի, ես չեմ ասում, դու ոչինչ մի։ Գիտես, ես տեսնում եմ, որ ինքը ուզում է դա անի, բայց այնքան հարց է տալիս, այնքան այդ պահին խոսում, որ դու ակամայից է, որ բայց կարևորը ես պարկած եմ այդ ընթացքում, չես արթնանում, էլի բանա։ Եվ ես կտանեմ երեխային ման տալու, դու հանգիստ պարկի։ Եվ բայց կարող է գազել։ Բայց ցանկությունը օգնելու շատ մեծ է։ Իսկ դա ամենակարևորն է։ Բայց ամեն դեպքում փոքրիկի ոնց որ խնամքը դա դու ես, ամուսինը դա, մաման, համոզած, ուսկեսուրս, այո։ Այդ բավական մեծ թիմ է կա։ Ու դայակ։ Հիմա դայակը ման եմ գալիս, լավ դայակ։ Խնդրում ենք դայակ Եվայի համար։ Խնդրում եմ, լավ, հոգատար, որ սիրի Արիային, այնպես։ Դե Արիային սիրել չի լինի, այդ ինչ համով է։ Մերսի, իրոք, այս որ նոր էր ծնվել, նայում եմ, ասում եմ լավ երեխա է, չէ՞։ Լավ երեխա։ Մինչև հիմա ես նայում ասում եմ, ինչ լավ երեխա է։ Մարդիկ ինձ նայում ասում են, Եվա, քո երեխան է, ինչի՞ ես տենց խոսում, լավ երեխա։ Ասում եմ, հա, իմն է, բայց Աստված ինձ ինչ լավ երեխա է տվել։ Ասում եմ, շատ համով ցակուկ է։ Ու ես հասկանում եմ, որ դուք տենց շատ սիրում եք իրար հետ երաժշտություն միացնել։ Ինքը հեռախոսական պուլտը բերում է, դա նշանակում է բարել, բարենք, հա։ Ոտքով է շարժում է իր գլխի այս շարժումները։ Մամային է էլի նման։ Եվ դու էլ ես շատ սիրում կոնտենտ այդ բարային, հա, ինչ որ Պարել, սիրում եմ, իրական շատ եմ սիրում պարել, շատ, դա եմ իմ մասնա, մեր տանը միշտ կար երաժշտություն, ես միշտ պարում եմ, Արիայի հետ միշտ պարում եմ, գրկած, իսկ ամուսինս օրինակ ընդհանրապես չի սիրում, գևը պարելու հետ։ Ինքը ավելի հանգիստ է, չէ՞։ Ինքը ավելի հանգիստ կնստի կնայեք, ասի պարեք, դուք պարեք, բայց երբեք չի ասի օրինակ չեմ մի պարի։ Հա։
ասում եմ, բարի, ուզում ես, իհարկե պետք է բարես։ Ու Արիանն էլ այսպես ինձ հավեսով ինձ լավ շարժվում է, ապարում է, ուրախ, երջանիկ։ Դու ընդհանրապես կոնտենտիդ առանձնահատուկ ուշադրություն դարձնում ես, թե ամեն դեպքում ես դերասանուհի եմ, Instagram-ն էլ դե կապ ոնց որ կողքից պահում եմ։ Իրականում ես չեմ պահում իմ Instagram-ը, իմ Instagram-ը հատուկ մարդ կա, ով որ զբաղվում է իմ Instagram-ով, ես իրան ամբողջությամբ դավերի եմ անում, վստահում եմ, դու էլ գիտես ով է, նանեն իմ այն մարդն է, ով արդեն 3-րդ կամ 4-րդ տարին է, եթե չեմ սխալվում, ինքն է զբաղվում իմ ամբողջ Instagram-ով։ Story-ներն է։ Story-ները չէ, որովհետև ի սկզբանե ասեցի, եւ story-ները խնդրում եմ, էլի, արա այդ story-ները քեզ։ Դրա համար story-ներով շատ անգամ ավելի պակաս ու այդքան ակտիվ կարողա չլինեմ, ինչքան որ post-երում, որովհետև նանեն այդ ամեն ինչով զբաղվում։ Բայց միասին քննարկում եք ինչ պետք է արվի։ Իհարկե։ Միասին քննարկում ենք, բայց ինքը ինձ արդեն ճանաչում է, գիտի, ես իրան վստահում եմ, որովհետև ինքը ավելի շատ է սիրում այդ կոնտենտ ասվածը, քան ես։ Ու ավելի լավ է ինքը զբաղվի, ես իրան վստահում եմ։ Ինձնից հասնում է, ես նկարվեմ։ Բայց ճիշտ եմ հասկանում, որ ավելի ոնց որ sense ֆորմատ կա, այդ ֆորմատի մեջ եք։ Ինքը տենց է որոշել։ Տան հետ կապված get ready with me, Get ready with me-նա երևի չգիտեմ, իրականում ինձ միշտ հարցնում են, իսկ քո կոնտենտը ինչի մասին է, ասում եմ, խնդրում եմ, էլի։ Բայց գիտես ինչ եմ մտածում, դու կարաս կոնտենտի մեջ ներմուծես նաև այն ինչ որ դու անում ես քո դպրոցով, որի մասին մենք կխոսենք։ Այսինքն նանեն մտածել է։ Այդ կարելի է։ Իրականում պետքա անում եմ, տեսեք, օրինակ story-ներով շատ անգամ, բայց այդքան չեմ անում, ինչքան իմ փոխարեն մեկ այլ մարդ լիներ, հաստատ շատ ավելի կխոսեր։ Մի անգամ post եմ արել եւ մի քանի անգամ story-ներ։ Դե օգտվենք առիթից ու ասենք, որ վերջին ամիսներին Եվան բացել է դերասանական դպրոց տեխնիկային թատրոնի շենքում։ Իսկ ո՞նց է կոչվում, ինքը ոնց որ կից է։ Ազգային տեխնիկային թատրոնի կից Եվա Զոհրաբյան դերասանական դպրոցը։ Որ տարիքային խմբի համար է։ Առիթ հանդիսացավ իմ կարող եմ ասել։ Օգտվենք առիթից, ինչի՞ չէ։ 7 տարեկանից միջև խմբերի է բաժանվում։ Այո, իհարկե ունենք երկու խումբ։ 7 տարեկանից մինչև 15 տարեկան եւ 15 տարեկանից սկսված ունեմ 27 տարեկան, 28 տարեկան աշակերտներ։ Ինչ հավես է։ Այնքան լավն են ու մի քիչ խոսեմ դպրոցից։ Անպայման։ Ես ի սկզբանե այս դպրոցի մասին որ կար այդ միտքը Գևը ինձ անընդհատ ասում էր բացի։ Բայց հետաքրքիր է, ոչ բոլոր դերասաններն են, չեմ մտածում, որ պետքա դպրոց բացել։ Որտեղից էր եկել այդ միտքը դպրոց բացելու։ Որովհետև դասավանդել եմ ես ու իմ դասավանդումից հետո արդյունքում շատ երեխաներ ընդունվեցին թատերական ինստիտուտ։ Ես տեսա, թե ինչքան նրանք սիրեցին արվեստը, այլ ոչ միայն օրինակ հերոստա նախագծերում նկարահանվելը, ավելի մոտ եղան արվեստին, ինչը ինձ շատ հաճելի էր։ Այսինքն մոտ 100 երեխայից ավելի երեխա եմ դասավանդել։ Որտեղ։ Տրիո ստուդիոյում։ Գրիգոր Դանիելյանի մոտ։ Ու ինչքան երեխաներ իրանց ուղղությունը հենց իմ շնորհիվ վարակվեցին ու գնացին դեպի արվեստ, գնացին դեպի թատրոն։ Ու ես ասում եմ, դուք միգուցե գալիս եք ինձ մոտ, մտածելով, որ հեսա այստեղ դուք ավելի կոմերցիոն կլինեք, կնկարահանվեք կամ ձեզ կսովորեցնեմ նույնիսկ get ready նկարվել, բայց հենց գալիս են առաջին իսկ դասից հասկանում են, որ մեր դպրոցը մեկ ուրիշ բանի մասին է ու հաստատ մեր երեխաները կփաստեն այդ մասին, որովհետև գալիս են ու ասում են մենք ուրիշ բան էինք մտածում, բայց գրավում է սա ու այնքան հավես զգացողություն է, որ շատերը գալիս են մեկ այլ ակնկալիքով, բայց դուրս են գալիս ավելի լցված, ավելի ուրիշ ձևով ու այդ ինձ շատ լավ էմոցիոներ է։ Տևողությունը ինչքան է։ 1.5 ժամ, շաբաթը 3 անգամ։ Իսկ ինչ որ այտենց կուրս կա, թե ինչքան կգան։ 1 տարի է մեր կուրսը, բայց հնարավոր է այլի սովորենք ու հենց մեր դասաժամերը, կոնկրետ այն դասաժամերն են, ինչի ինստիտուտում, թատերական ինստիտուտում մենք անցնում ենք։ Բեմական խոսք, դերասանի վարպետություն։ Ովքեր են դասավանդում բացի քեզնից։ Բեմական խոսքը Տաթևիկ Ղազարյանը, համազգային թատրոնի դերասան, գիտենք Տաթևիկին, Ղազարյան, իմ ամենասիրելի դերասանուհիներից է, գժվում եմ իր համար։ Մարիկան Դովլատբեկյան, ես միշտ ասում եմ, իրան ավելի կճանաչեն մեր ասպարեզում, ավելի փոքրիկ, բայց իր ներկայացումները իմ կուրսեցին ով ավարտել է դերասանական բաժինը, բայց ռեժիսուրայով է զբաղվում, դասավանդում է թատերական ինստիտուտում եւ ունի գժական ներկայացումներ, որով տարբեր աշխարհում այդ
Պիսի երկիր չի եղել, որ չգնա Մոնակո, Բրազիլիա եւ միշտ մրցանակներով ա վերադառնում, վերջերս Կոմիտաս ներկայացումը բեմադրեց հիանալի ներկայացում է, նա ով դասավանդում է բեմական շարժումը եւ ես դերասանի վարպետություն։ Բայց նոր ոնց որ լիգայի հետ էլ էիր խոսում։ Լիգան ում հետ խաղում եմ։ Բայց հետագայում մենք ունենալու ենք նաեւ այլ դասեր, տեխնիկագործություն, SMM, խոսքով էսպիսի տարբեր ճյուղեր եւս ունենք։ Եվ դու որպես ոնց որ դերասանի վարպետության, հա? Ճիշտ եմ Հա, հասկանում։ դերասանի վարպետություն։ Դու ինչ ես երեխեքին դասավանդում։ Այսինքն ծրագիր ես կազմել, քո սովորածը խտացրած ես ներկայացնում, բան ես ավելացնում։ Ասում եմ, այս վերջերս իմ դասախոսին հանդիպեցինք, ինքը Ամերիկայում աշխատում, Նյու Յորքի լավագույն դերասանական համալսարաններից մեկում, դերասանի վարպետություն այլի դասավանդում, ու եկել է ասում եմ Զարա Ռոբերտովնա, դուք պատկերացնում եք այն գիտելիքը, որ մեզ տվել եք, ես դեռ կարողանում եմ փոխանցել այս նոր սերնդին։ Այնքան ուժեղ է, այնքան լավն է։ Հիշում ես ամբողջը։ Հա, Թե վերընթերցել ես։ Իհարկե, եւ հիշում եմ, եւ նոր բաներ սովորում եմ, եղել է կուրսերի եմ մասնակցել, գնում եմ տրեյնինգներ եմ նայում, հիմա էլ որ ներկայացման մեջ խաղում եմ, էլի այդ տրեյնինգներով վերականգնում եմ իմ հիշողությունը, ինչեր են կարել եւ փորձում եմ այդ ամեն ինչը դասավանդել։ Հիմա ավելի շատ աղջիկներն են ուզում դերասանուհի դառնալ։ Ինձ մոտ հա, աղջիկները երևի ավելի շատ են, բայց տղաներն էլ։ Այդ 27-28 տարեկանը որպես մասնագիտություն են նայում, թե կողքից հոբի։ Գիտեք, եկել էին որպես մասնագիտություն, որպես հոբի, բայց այնքան սիրեցին, ընդամենը 2 ամիս է, չէ՞, այնքան սիրեցին, որ հիմա թատրոններից տուն չեն գալիս։ Թատրոններից տուն չեն գնում։ Ու ուզում են նույնիսկ ընդունվեն թատերական ինստիտուտ։ Այդպես, ասում եմ, ապրեք։ Բայց դուք մնացեք իմ մոտ, ես ամեն ինչը ձեզ կսովորացնեմ։ Բայց տղաներ ունենք։ Ու այդքան հասուն։ Այս վերջերս մի աղջիկ ա ուզում անընդհատ մոտենա ու չի ստացվում գործի բերումով 26 տարեկան։ Ամեն անգամ գրում ա կներեք, այսօր չստացվեց, ասում ենք մենք ձեզ սպասում ենք, եկեք, շնորհակալ եմ շատ, ես ամեն ինչ կանեմ, որ գամ, ու այդ այնքան հաճելի ա դա լսել, այնքան հաճելի ա, որ 26 տարեկանը ուզում ա գա նորից սովորի։ Գիտես, ես մի անորմալ միտք ունեի, ցանկություն կամ միգուցե պատկերացում, որը կարող է աշխարհում ինչ որ միտեղ կա, երբ դեռ Տակավին երիտասարդ էի։ Պատկերացնում եմ, որ ինչ-որ sense ակումբներ կարող են լինել, որտեղ արվեստասերներին այդ վարքյանին տրվի դեր շատ սիրողական մակարդակի վրա խաղան։ Իմպրովիզ, այսինքն։ Տենց հա, շատ արագ տեքստին ծանոթանան։ Ինքը շատ հավես տրեյնինգ է դա կոչվում։ Ես որպես ժամանց էի դիտարկում, բայց մյուս կողմից այսինքն հանդիսատեսով, հա, այդպես ոնց որ իրանք բոլոր այդ արվեստասերները մյուս կողմից էլ հասկանում են, որ մեր երկրում մի քիչ բարթույթները միգուցե շատ են, միգուցե ավելի փակ ենք, հա։ Չէ, որովհետև հիմա որ ոչ միայն հիմա, այլ ես շատ եմ շփվում երիտասարդների հետ ու շատ սիրում եմ իրենց այդ շփումը, ես տեսնում եմ, որ հակառակը նրանք ավելի բաց են։ Իրանք ավելի բաց են, քան մենք ենք։ Դե պետք է ավելի բաց լինեն, օրենքով, այո։ Էլ ավելի բաց են, ու այն միտքը ինչ հիմա դու ասում ես, իրական շատ հավես բան ես ասում։ Մենք դա անում ենք դպրոցում մեր, բայց դա դրա անունը մենք կոչում ենք տրեյնինգ։ Ինչպես տեքստ իմպրովիզացիա դու անես, ինչպես դու կարողանաս տեքստը փոխել, քո օրգանիկայով սարքել, որ կարողանաս մի անգամից խաղալ եւ չշփոթվել օրինակ, եթե դու տեքստդ մոռացար, այդ ամեն ինչ արվում է առանց հանդիսատես։ Բայց կան օրինակներ եւ համազգային թատրոնում, եթե չեմ սխալվում, եղել է դեպք, երբ եթե չեմ սխալվում, ես չեմ նայել, բայց Դավիթ Հակոբյանը մի տենց ներկայացում չի ինքը կոչվում, ընթերցանություն է կոչվում, որ ինքը մի փոքրիկ կարդում է ընդհանուր այդ գործի մասին եւ երբ գալիս է սկսում է հենց տեղում առաջին անգամ ընթերցել այդ տեքստը ու հենց այդ ընթացքում սկսում է եւ խաղալ եւ վերապրել դու տեսնում ես նրա էմոցիաները հենց բեմում իրական հենց այդ պահից ծնված չգիտ եթե չեմ սխալվում այդպես էր ուղղակի հիմա չգիտեմ դա կա թե չկա միտքեր իսկ դու ավելի շատ սիրում ես սովորեցնել թե խաղալ
Չէ, խաղալ միանշանակ դա խաղալ, բայց սիրում եմ իմ գիտելիքով կիսվել, որ տեսնում եմ թե երեխաները ինչ հաճույքով են լսում ու ինձ ասում են Եվա, կողքի մարդիկ ասում են Եվա դու այնքան ընկեր ես, բայց միևնույն ժամանակ այնքան խիստ ունես խստություն, հա։ Բոլորը այդ են մտածում, հեսա կգան Եվայի հետ ուրախ եւ այլն, բայց չէ, լրիվ ուրիշ։ Նյութ տնային եք տալիս։ Հա, իհարկե, պետքա շատ գրքեր կարդան, պետքա շատ ֆիլմեր նայեն, պետքա ներկայացումներ նայեն, որից հետո սկսում են քննարկել, բացել կերպարները, շատ առաջադրանքներ։ Կարելի է պատկերացնել, որ քո դպրոցը ինչ որ չափով ոնց որ նախաթատերականի կառույց է։ Իրականում ես իմ մտքում այդպես եմ մշակել, այդ գծով եմ գնում ու նաև ունեն հնարավորություններ մեզ մոտ գալ անհատական պարապմունքներ ունենալ եւ հետո արդեն ընդունվել թատերական ինստիտուտ։ Այդ հնարավորություններ են հանձնում թատերականի համար։ Բեմական խոսք, այդ ինչ որ ես դասում դերասանի վարպետություն եւ ընթերցանություն, գրքեր, ոնց է կոչվում դա, որ սկսում ես օրինակ դու պետք է պատմես Ռոմեո ու Ջուլիետի մասին կամ Արամ Խաչատրյանի մասին, մեր մայրենին էլի, մեր մայրենին, հա, չեմ հիշում, այդ հատուկ անուն ունի, բայց չէ գրականություն։ Չէ, գրականություն, չեմ հիշում։ Ինչևից է դուք կարաք օգնեք այդ հարցում։ Հա, իհարկե կարող ենք։ Ունենք երեխակա ով գրել է ու հիմա հասկանում են, որ իրականում ես եմ պատասխանում։ Էջով էլի բոլորին։ Գիտեք ես ինչի եմ պատասխանում։ Հիմա օգնող աղջիկ ունեմ, բայց ամենասկզում ես էի պատասխանում, ես ուզում էի հասկանալ։ Իսկ ովքեր են ինձ գրում։ Իսկ պահանջարկը կա թե չկա։ Չկա։ Կար այդ վախը, որ կարող է պահանջարկ չլինի։ Իրականում ես շատ էի վախենում, շատ։ Ու որ ես այդ post-ը միջև տեղադրել եմ, ինձ Նանեն ու Գևը, Նանեն, ես post-ում եմ ու հենց այդպես post-եցի։ Իսկ Գևը Եվա, ինչի համար ես մտածում, ախր մտածելու բան չկա, ես գիտեմ, որ շատ լավ է։ Կար այդ մտավախությունը, որ sense կգնամ եւ մեկ հոգի կլինի կամ երկու հոգի։ Հա, ու post-ը տեղադրում եմ ու մտնում եմ այդ ընթացքում այդ edge-ը Այդ ինչքան նամակներ, այդ ինչքան գրում են ու հետո արդեն մեծ, իհարկե ես մի քանիսին նույնիսկ ծանոթության օրը ասել եմ չգաք, որովհետև հասկացա, որ նրանց նախասիրությունները ուրիշ բանի մեջ են, ու որ եկա տեսա ինչքան մարդ ա եկել ու ինչքան են դեռ գալիս, այնքան եմ ուրախանում ու կան շատերին, որ ես ասում եմ կներեք, բայց սա ձեր տեղը չի։ Որտեվ հասկանում ես ապագա չկա, Իրանը չի։ Չէ, գիտեք ոչ թե ապագա չի, այլ ես ուղղորդում եմ մեկ այլ տեղ։ Օրինակ եղել է, որ ինձ մոտ եկել են, ես ասել եմ, ես դասավանդել եմ մեկ այլ տեղ, կարող եք գնալ այնտեղ ձեզ ավելի լավ կլինի։ Կյանքը հաճախ որոշումներ կայացնել կարողանալու մասին է։ Օրինակ ունենք երկու ընտանիք, երկու տուն, վատ տանիքներով։ Ոչ միայն այդ երկուսը, այլ Հայաստանի սեփական տների կեսը դեռ ազբեստից տանիքներով են։ Բայց չշեղվենք։ Ա ընտանիքը անընդհատ մտածում էր, որ դեռ ժամանակը չէ։ Հետո կփոխենք, փող կլինի, նոր կփոխենք, կամ Ռազմիկ Դյադյան կգա, պաչինկաները կանի։ Համել անձրևների սեզոնը արդեն անցել է։ Նույնիսկ եթե լինեն տեղումներ, այնքան թաս կա տանը, որ կդնենք տանը եւ հատակը չի վնասվի։ Իսկ այն, որ այս տանիքը նաեւ քաղցկեղածին է ու քամու հետ այն կարող է տարածվել, բացասական է։ Դրա մասին էլ ոչ լսել ենք, ոչ գիտենք։ Իսկ B ընտանիքը մաթեմից լավ էր, հաշվարկել էին ինչքան են իրենց վրա նստում տանիքի անվերջ վերանորոգումները, կարկատանները, նաև հաշվարկել էին ջերմակորստի վնասը։ Նաև տեղեկացված էին, գիտեին կտուր EM նախագծի մասին, գիտեին, որ նույնիսկ առանց ներդրման կարելի է սկսել process-ը եւ 3 օր հետո ունենալ նոր սիրուն, էներգաարդյունավետ առողջությունը պաշտպանող ապարիկի հիանալի պայմաններով հիանալի տանիք։ Իսկ նոր տանիքի հետ վերանում են հին խնդիրները։ Փոփոխությունը, որը տանում է դեպի դրականը, դեպի լավը, դա առաջընթացն է։ Եվ հաճախ հենց մենք ենք որոշում լինել անverջ գցող բռնող A ընտանիքը, թե մաթեմից ուժեղ դեպի դրականը գնացող B ընտանիքը։ Լավ տանիք ունենալու ճանապարհին ձեզ պետք կգա 812 կարճ հեռախոսահամարը։ Զանգահարեք կտուրեեմ, ամեն ինչ կպատմեն, կբացատրեն, կկազմակերպեն։ Ինչ հետաքրքիր է, քեզ հիմնականում մարդիկ ճանաչել են ֆիլմերից, սիթքոմերից, եւ ոչ միայն տենց են ճանաչել, դա քո սկիզբն է, չէ՞ եղել։ Այնպես չի, որ այն ժամանակ թատրոն կար։ Հիմա է թատրոն կար։ Թատերական աշխարհը ճանաչում էր հենց թատերական ինստիտուտից։ Ռեժիսորները թատերական մեր եւ ռեժիսորներ, դերասաններ
առաջին կուրսից ինձ ճանաչել։ Չէ, նկատի ունեմ, բայց որպես աշխատանք հիմնականում դրանք հեռուստաարտադրանք, հա, թատրոնից չէ։ Չնայած երբ ավարտեցի 1 տարի հետո որ խաղացի, չէ, երևի չէ։ Հա։ Հեռուստաընկերություններից ավելի ինձ մոտ այդ հայտնիությունը ասվածը ավելի շատ եկավ հեռուստաընկերություններից էլի։ Հեռուստանախագծերից։ Հեռուստանախագծերի դեպքում մի քիչ այն չէ, ինչ որ դուք տարիների ընթացքում սովորում եք, այսինքն այդ ավելի դանդաղ քայլերը, ավելի ծանր դանդաղ քայլերը, չէ, տենց ավելի մեծ ու ծանր օրգանիզմա թատրոնը։ Իսկ այստեղ այսինքն նկարահանումներ էին։ Ինչ որ sense դիսբալանս կար քո սկզբում։ Չէ, որովհետև մեր կուրսում ինչն էր հետաքրքիր, որ թատրոն ասվում է, բոլորը մտածում են մեծ խաղ, ինչ որ գրոտեսկ, Ռոմեո, չէ, ինչ որ։ Չէ, ես նկատի ունեի դանդաղա, չէ, որոշվում էր ներկայացում։ Պրոցեսը դանդաղ։ Ամիսներ։ Իսկ այստեղ անընդհատ նոր խոսք, նոր սերա, այդ նկատի ունեի։ Ու դա հավես է, որովհետև դա էլ մի ուրիշ խնդիր է ու դու տեսնում ես ինչ ձև դու կարող ես քեզ ներկայացնել, ինչ ձև դու կարող ես քեզ բացել ու շատ հավես է այդ զգացողությունը, իսկ դուր է գալիս շատ ֆիլմերում աշխատելը, որովհետև ֆիլմում եւ թատրոնում աշխատանքը դրանք լրիվ տարբեր են։ Ինչպես նշեցիր, թատրոնում այդ process-ն է, որ դու process-ից իրոք հաճույք ես ստանում, դու գնում դանդաղ ստեղծում ես դանդաղ, իսկ ֆիլմում շատ արագ։ Նկարում ենք, չնայած գեղարվեստական ֆիլմերում այդպես չի, իսկ եթե օրինակ սիթքոմների մասին է խոսքը գնում, հենց հիմա եկար, տեքստը սովորեցիր ու սկսեցիր նկարահանել։ Իսկ նախորդ ունենում ես, չէ՞, գոնե տեքստը։ Ես միշտ պահանջել եմ։ Այո։ Ես միշտ պահանջել եմ, ես չեմ կարող գալ նկարահանման հրապարակ ու տեքստ չիմանամ։ Ոյ, չեմ կարող խաղամ ուղղակի։ Իսկ տանը փորձում ես։ Հայլու դիմաց։ Գիժեմ։ Առանց փորձելու Չէ, դե բնական է։ Ես շատ եմ հարգում իմ մասնագիտությունը։ Նույնիսկ եթե ես սիթքոմում եմ խաղում, ես պետքա հասկանամ ինչ եմ խաղում ու ոնց պետքա խաղամ, անպայման։ Սկզբում կային դժվարություններ։ Երևի թե սկզբում չէ այդքան, ինչքան հետո։ Որ պրոյեկտներ ամենաբարդը քեզ համար։ Ոնց հասկանում եմ Խավարանով, հա, տենց հիմքը դրվեց։ Խավարանը շատ հավեսներ, բայց թվում է թե Խավարանը, Միլիոնը, Թակարդումը կամ Գարունան, որը ավելի դրամատիկ դերեր են այնտեղ դեպի վայր եջքի, ավելի դրամատիկ խոր ավելի, բայց ինձ այդպիսի կերպարները էլ ավելի հեշտ են տրվում, քան կատակերգությունը, չնայած երկուսի մեջ կարողանում եմ խորանալ, բայց հավեսա, երբ դու դրամատիկ ես խաղում, հա, էտա քոնը։ Իրականում կատակերգություն խաղալը ավելի բարդ է, շատ բարդ է։ Թվում է թե դրաման է բարդ, բայց չէ, կատակերգություն ծիծաղեցնել հեռուստադիտողին, հանդիսատեսին, դա շատ բարդ բան է։ Ու եթե դա քեզ մոտ ստացվում է, ուրեմն հաջողակ ես։ Եվ այդ կախան, հա, Շուրանտդ քննարկում ենք, խոսում ենք, իսկ ինչի չենք տեսնում, թե կարող ենք։ Չէ, կարող ենք տեսնել, իհարկե ինքը էլի շատ կոմերցիոն ֆիլմ է, շատ կոմերցիոն ֆիլմ է։ Իրան չպետք է նայել որպես Չէ, բնական է, բայց ուզում ենք տեսնել։ Կա, եթե չեմ սխալվում, եթե Google-ով գրենք, հաստատ կբերի։ Ինքը կոմեդիի շատ ծիծաղելու, թեթև, շատ թեթև ֆիլմ է։ Լիաննայի Վանոյանն էլ է այնտեղ։ Հա, ինքը այնտեղ սիրիալում է խաղացել, որից հետո արդեն ֆիլմում ու այնտեղ իրան խնդրել էին, որ օգներ դերասանի հարցում ու ինձ առաջարկեց, այդպես ստացվեց։ Իսկ Լիաննայի հետ կապը մինչև այդ կար։ Հա, դեռ ինստիտուտից։ Լիաննային շատ սիրում ու հարգում եմ, շատ լավ աղջիկ է, շատ իրոք։ Լիանան շուտով լինելու է այստեղ։ Հա, իրոք այնքան ազնիվ, այնքան լավ, այնքան խորը, շատ լավ մարդ է Լիաննան ու այնքան ի սրտե ինքը ինձ առաջարկեց այդ դերը խաղալ, որ ապրի ինքը, լուրջ ապրի։ Ինչ հետաքրքիր է, չէ, որ մեկ խոսք կարող է ինչքան բան փոխել, այսինքն Լիանայի կամենալը, քեզ ներկայացնելը, բնականաբար շատ լավ ներկայացնելը, ինչ փորձա քեզ տվել։ Ճիշտ է, բայց ես երբ գնացի Վոլյայի մոտ, առաջինը զանգեցի Լիաննային, ասում եմ Լիան, մերսի, գիտես չէ, դա քո շնորհքն է, որ ես այնտեղ եմ հայտնվել, որովհետև եթե ինքը չլիներ ու իմ մասին ուրիշ ձև նկարագրեր, հաստատ ուրիշ ձև կլիներ, բայց ինք այնքան լավ, միջև օրս այնքան լավ բաներ է խոսում, երբ մենք ընկերներով արդեն մենք ընկերներ ենք դարձել, հավաքվում ենք ժամերով
թողնես մենակ իմ մասին կխոսի։ Եվան ինստիտուտի տարիներից դեռ գիտեք ինչ ձևեր, այնքան լավ, ասում եմ Լիան, դուք հասակակից եք, չէ։ Լիանն մեծ է, ավելի։ Հա։ Իսկ Լիաննա հետ շփվելը դա ընդհանրապես ես այն որ իրան ասում եմ պետքա վճարովի լինի քո հետ շփվելը, որովհետև այնքան ուրախ է իր հետ, այնքան սենց ինքը վառ է։ Գիտես ոչ միայն ուրախ է, այդ ուրախ այնքան խորն է, ես ծիծաղացնում այդ ասում եմ Այդ որ իրար հետ հանդիպում ենք, Ռուսաստանից որ գալիս են մեր ընկերները հանդիպում ենք, տենց լավ օրեր, այնքան հավես անցնում, այնքան, որովհետև Լիաննան մի բան ասում է, արդեն վերջ, մենք պարկում ենք, որ գետնին չեն կարողանում վեր կանանք։ Իսկ ինչ վերաբերում է Լիաննայի խորքային լինելուն, ես վերջին տարիներին հասկացել եմ, որ իմ համար, եթե մարդ հայրենասեր է ու հայրենատեր է, կապ չունի ինքը որ բնակավարից է, կապ չունի ինքը ոնցն է, ինչ է, ճիշտ է։ Իմ մոտ իր անվան դիմաց մի հատ հաստ պլյուս է դրվում, որովհետև ցավոք այնպես չի որ բոլորն են այդպես։ Չէ, հիմա հայրենասիրությունը, հիմա որ տեսնում ես որ հայրենասեր մարդիկ կան, ուզում ես հետը ընկերանալ ու ասել խնդրում եմ կարող եմ մի քիչ շփվել իրար հետ։ Եվ բայց հենց քո տարիքակիցների մեջ այնքան շատ են մարդիկ, ովքեր փորձում են անտարբեր են։ Հա, ես իմ կյանքը, իմ գործը, իմ առօրյան, այսինքն դա իմ մասին չի։ Բայց ախր ուկաս դու իրականում ձելի են ասել, բայց ոնց ես ընտանիքի հանդեպ իմ վերաբերմունքը լրիվ ուրիշ ձև է։ Իմ արժե համակարգը ուրիշ ձև է։ Իսկ եթե խոսում ենք հայրենիքից, հայրենիքը քո ընտանիքն է, ճիշտ չի։ Չէ՞։ Այսինքն դու այդ արժե համակարգը քո մեջ պետք է նստած լինի, որ դա հայրենիքը քո տունն է։ Դու պետք է միշտ փորձես խոսել։ Ես երազում եմ այն օրվա մասին, որ այնքան լավ դերասանուհի լինեմ, օրինակ, որ բարձրանամ մի օր հասնեմ այն բարձունքներին, որի մասին երազում եմ ու խոսեմ իմ հայրենիքի մասին։ Չնայած հիմա ինձ կարողա տակը գրեն, բայց եթե այդպես է, դու ինչպես կարող ես խաղալ կախայում ու հայ կերպարին ներկայացնել մի քիչ ուրիշ ձև, դու դերասանուհի ես, դու կարող ես այդ դերով ուրիշ ձև ներկայացնել, որովհետև բոլորս էլ գիտենք, որ հայերի մեջ կան մի քիչ ուրիշ ձևի մարդիկ, եւ ակցենտով, եւ վառ արտահայտված կերպարներ են իրանք, այո։ Նամանավանդ Սոչիում ապրող հայերը։ Ես ինքս շփվել եմ, ոչ մեղադրում եմ, ոչինչ, կան այդպիսի տեսակներ։ Եվ կան նաև այլ հայեր, ում մասին դեռ պետք է խոսենք, պետք է խաղանք նրանց մասին, պետք է երգենք նրանց մասին ու ամբողջ աշխարհը պետք է իմանա մեր մասին, պետք է ճանաչի ու հուսամ կգա մի օր, երբ ես իրոք կկարողանամ խոսել իմ հայրենիքի մասին ու իմ գործով ապացուցեմ, որ այո, պետք է պահել հայրենիքդ։ Ինչ գնով ուզում ա լինի։ Գիտես, քո տեղում մի քանի շաբաթ առաջ Էվիկներ ու հետաքրքիր է որ կողքից կարա թվա որ Էվիկն էլ չէ, տենց նորավոճ աղջիկ է եւ այլն, բայց Էվիկն էլ ապացուցում է որ կարելի է լինել ամենաթրենդային բլոգերներից, շատ նորավոճ, շատ հայացքներում, բայց ակունքը չմոռանալ պատմությունը, հիշացնել դա, լինել հայրենատեր։ Նայեք, եթե դու մոռանում ես որտեղից ես գալիս, ուրեմն սուտ ես, կեղծ ես, լավը չես, մի օր պայթելու ես, որովհետև դու պետք է հիշես դու գենետիկայի մեջ այդ գենոֆոնդը ասվածը ուղղակի չի, դու պետք է իմանաս որտեղից ես գալիս, ինչի ես դու հիմա այստեղ, ով ես դու, ուր ես գնում, ախր շատ պարզ է, ու դա պետք է լինի փոքրուց, դու պետք է ճիշտ մեծանաս, ախր ընտանիքից է այդ ամեն ինչը գալիս, երբ որ դպրոցից, երբ որ ընտանիքից, երբ որ մանկապարտեզից սկսվի խոսել դրա մասին, եկեղեցուց, հավատքից, ամեն ինչից պետք է այսպես փոքրուց քո մեջ նստածնել ու դու մեծանաս։ Ուղղակի հայ, որովհետև հայ լինելը շատ լավ բան է, շատ պետք է պահել այդ հայությունը, այդ արժե համակարգը, այն ինչ որ մենք ունենք ու մենք չենք տեսնում։ Եվրոպան դա չունի, ոչ մի տեղ դա չկա։ Դու գիտես, մենք չունենք այդ շռայլությունը չխոսելու, որովհետև մենք այդքան ամուր չենք, մենք այդքան մեծ չենք, այդքան շատ չենք։ Եւ վոլեյ հաղորդումը չեմ ուզում փակենք առանց այս մտքի, որ դու շատ ֆանի էիր, շատ լավն էիր, ընտիր, որովհետև ես պատկերացրեցի, ես հայտնվեի այնտեղ, ես կարողա իրոք լարվեի, փորձեի կենտրոնանալ, որ շատ ճիշտ խոսեի եւ այլն, դու այնքան լավն էիր ու բնական։ Վայ դա մի պատմություն է դարձել, վերջերս Խազեր մրցանակաբաշխության ժամանակ մոտենում է ինձ Հրաչ Մուրադյանը ու ասում է. «Եվ ինչքան լավն էիր դու Վոլայի մոտ, ինչքան
ասում եմ, վայ մերսի, ինչքան հաճելի է լսել դա, որովհետև այնքան վատ բաներ եմ լսել, որ լավ Եվ դու հավատաս, ես դա չգիտեի վատ կոմենտները։ Վայ այնքան վատ։ Ու դու դա նորմալ է, որովհետև մեր տունն էր դա։ Մաման ինձ ինչ ասես Դու ոնց այս բառը այսպես որովհետև մեր ասացիր։ տունը շատ լավ են խոսում ռուսերեն, շատ։ Իրականում ես էլ շատ լավ հասկանում եմ եւ էլ ավելի լավ եմ խոսում, քան այնտեղ, բայց միևնույն ժամանակ երբ դու նստած ես Վոլյայի մոտ, առաջին հայ երիտասարդ աղջիկն ես, ով որ կարողացել է գնա այնտեղ, իսկականից Վոլյան միջև այդ քո ձեռքը սեղմում, ասում է ինչքան հաճելի աղջիկ ես, ինչ հավես է քո հետ շփվել է եւ այլն, ու դու նստում ես այնտեղ, ու դու նայում ես ասում ես, վայ ինչ հավես է։ Ու դու չես մտածում, դու ընդհանրապես չես մտածում, ինչ ես խոսում, դու մենակ մտածում ես ինչքան հավես է, ինչ հավես է։ Վայելում էիր։ Հա, ես ուղղակի վայելում եի։ Ինչեւ է։ Իրոք այնքան, բայց որ մի քիչ վայելեի ու այդ տեսեք ինչքան կարևոր բան է ձայնը որ կորում է, հետո հասկանում ես որ պետք է ճիշտ խոսել։ Ես ընդհանրապես չգիտեի այդ մեկնաբանությունների պահ, ընդհանրապես ինձ թվում է ես շատ բան չեմ իմանում հաճախ այդ ակտիվություններից եւ երբ որ օրինակ պատրաստվում էի որ դու պետքա գաս, նոր այդ ժամանակ հասկացա որ ինչու աղմուկ ա եղել ռուսերենի հետ կապված եւ այլն, բայց ուզում եմ հասկանալ եւ հարցս ուղղել նաեւ մեծ դիտողներին։ Օրինակ երբ տեսնում ես X մարդը, X հայ աղջիկ մեծ շոուի է մասնակցում, ներկայացնում է, հա, Հայաստանը, ինքը լավն է, սիրուն է, հավեսն է։ Օրինակ դրանից եթե նույնիսկ ինչ որ բառ են չի ասվել, վատ զգալը կամ վատ զգալով հանդերձ չարել, գրել դա ինչա ձեզ տալիս։ Իհարկե վատն եմ օրինակ, նորմալ է, որովհետև մենք մեծացել ենք այն հասարակության մեջ, ու մեր դպրոցում ռուսաց լեզուն, դա մեր երկրորդ լեզուն է, ու նորմալ է, որ կգրեն վատ բաներ, որովհետև ես իրավունք չունեմ վատ խոսեմ։ Այո, ես դա ընդունում եմ, բայց երբ դու վերցնում ես այն միտքը, որ իրականում լարված ես, իրականում դու վայելում ես, եւ դու իրավունք ունես վատ խոսելու։ Դե հա, իրավունք ունեմ, բայց միևնույն ժամանակ չունեմ։ Հասկանում եք, երբ ձեր տունը խոսում են շատ լավ ռուսերեն։ Չէ, դու ասում ես ձեր այդ ներքի ընտանիքի պատմությունը, որը կարա քո մաման քեզ ասի, ասի այդքան մենք խոսել ենք, այդ ձեր պատմությունն է, բայց հասարակության մեջ դու ունես իրավունք։ Դա մեր մայրենի լեզուն չի, դա մեր առաջին լեզուն չի, ու այստեղ կարևոր է քո մասնակցությունը եւ ոչ թե ինչ որ մեկը պետքա որպես ռուսաց լեզվի դասատու։ Գիտես ինչ, եթե իմ երեխայի դպրոցում ուսուցչի հետ խնդիր լինի, ես չեմ կարող չարձագանքել, որովհետև դա անդրադառնում է կարող է անդրադառնալ իմ ընտանիքի կամ իմ երեխայի վրա։ Բայց երբ Եվան Վոլյայի մոտ սխալ բառ ասել, դա ինչ է ձեզ անում։ Ես էլ եմ իրականում մտածել այդ ուղղության մասին, ասում եմ, ես կուրախանայի հաստատ։ Ես կուրախանայի ու կարելի էր դա նայել մեկ այլ ձևով, ասել ինչ հավես է, Եվան օրինակ հայտնվել է այստեղ, վայ շատ հավես է։ Բայց երբ սկսում եմ վատ բաներ գրել, օքեյ, գրեք։ Այնպես չի որ ես ծանր ես տանում։ Հա, ծանր եմ տանում։ Հիմա ասենց կարդում ես։ Հա, շատ։ Մի պահ ես դադարեցի գնալ հաղորդման Որովհետև գիտեիր, որ ամեն ինչը քննարկվելու է, դա այնքան խանգարող է։ Շատ է խանգարում, ինձ ասում են Եվա մի կարդա, որ գնում եմ հաղորդման հյուր, ես լինում եմ այնպեսին, ինչպեսին կամ ընդհանրապես չեմ փորձում, այդ սկզբում եմ օրինակ փորձում ճիշտ նստել, մազս ճիշտ անել, որ սիրուն Երևան, բայց հետո քիչ մոռանում եմ ամեն ինչ ու զրույցին եմ տրվում կամ եթե նույնիսկ ֆորմատը խաղային է լինում ու այնպես եմ ինձ պահում ինչպես օրինակ կպահեմ բնական հա բնական ու հետո այնքան վատ բաներ սկսեցին գրել ասում եմ չէ եւ ախր այս հասարակությունը չի ընդունում քո տեսակը բայց մյուս կողմից մի հատ նայ քեզ ոնց են սիրում ինչ ես ասում հա չէ շատ մարդիկ կան ովքեր չի ընդունում քո տեսակը բայց այնքան մարդ կա որ ինձ շատ է սիրում ես էլ իրանց եմ շատ սիրում դա չի քննարկում այնպես չի որ ես դրանից կոտրվում եմ ուղղակի այդ րոպեին ասում եմ գնամ մեկը հեսա սկսելու են վատ բաներ գրել հետո մաման սկսում է նեղվել որ վատ բաներ են ասում ինչ որ այսքան հիմար մտքեր են գալիս դրա համար մի որոշ ժամանակ ասեցի չէ չեմ գնում Իրականում գիտես, այն մարդիկ, ովքեր քեզ սիրում են, ու արտիստին սիրում են, շատ են, ու պետք չի իրանց զրկել քո ներկայությունից այն զանգվածի պատճառով, որը դժբախտ է։ Լավ բան ես ասում։ Ու ես քեզ ասեմ, նենց հետաքրքիր է, եթե 10 հոգի նայում են հիմա, թեպետ շատ ապրեք, ուզում եի ասել, Օսոլեմիոյի ժողովուրդը, մեզ նայողները այնքան դրական են, այնքան լավն
հետևորդն են, որովհետև դա քեզանից է գալիս, քո հետևորդներն են, քո հետևորդները չեն կարող ուրիշ ձև լինեն։ Գիտես հետաքրքիր է YouTube-ում մի քիչ ուրիշ մաս է, ոչ այնպես չի, որ ասենց Instagram-ի, Facebook-ի հետևորդները ամբողջությամբ YouTube-ում են, մի քիչ ուրիշ են, բայց շատ adekvat են եւ ես էլ եմ ճիշտն ասած adekvat, եղել է դեպքեր, որ ինչ-որ կոմենտներ են ինձ արել ու ես դա վերցրել եմ ու փորձել եմ այս հաղորդման մեջ փոխել, էդ էլ ասեմ։ Օրինակ դա ունեմ, ես տեսնում եմ, եթե ճիշտ բան են ասում, փորձում եմ ուղղել, բայց երբ կպնում են այն տեղերին, որ օրինակ դա քո տեսակն է ու փորձում եմ փոխել, դա մի քիչ նեղացնում է։ Ու գիտես ինչն է ուզում ասել, որ 10 դիտողից 9 ովքեր հավանում են 9-ից կարող է մեկը չզլանա լավ բան գրի, բայց այն մեկը, որը շատ ջղայն է, դժբախտ է ու չարա, ինքը չի զլանալու, գրելու է։ Հիմա ասածս այն է, որ այդ վատը իրականում ավելի քիչ է, ուղղակի վատը ունի այդ ցանկությունը գրելու ու գրում է։ Իսկ շատ լավերը ուղղակի տենց կարող են նայեն անցնեն առաջ։ Ճիշտ է։ Այդ պետք է հիշել։ Այդ ինձ թվում է բոլոր արտիստները պետք է հիշեն, հայտնի մարդիկ պետք է հիշեն։ Արև իրականում շատ ճիշտ բան ես ասում, որովհետև ես ինքս, չէ, երբ ինչ-որ մի լավ բան ես տեսնում, միգուցե ինձ այդ մարդուն գրես, հաստատ մեկնաբանություններում այդքան չես գրի, կամ եթե վատ բան ես տեսնում, հաստատ չես գրում վատ բան, ավելի շատ լավն ես գրում, քան վատն ես գրում։ Իսկ մարդիկ ուղղակի պարապեն չարություն են ուզում անել, չարություններն է, էլի, որ մի քիչ անել չարությունները կարող է լավ լինեն, որ մի քիչ ուրախ լինեն։ Եվ կարծեմ մի անգամ խոսում էիր, որ ունեցել ես կամ կարող է ունես դեռ պանիչսկի հատականներ։ Ինչի՞ց է լինում։ Քո կարծիքով մանկությունից է գալիս, չէ՞։ Նայեք, իրականում ամեն ինչն է գալիս մանկությունից։ Դա հաստատ, դա փաստ է, թե ինչ ձևի մարդ դու կլինես ապագայում, դա մանկությունից է։ Բայց ամենակարևորը պանիչսկի ատականների ժամանակ հասկանալն է, թե որտեղից է գալիս խնդիրը։ Ու ես գնացի շատ հեռուները դեպի մանկություն, հասկացա, որ մանկությունից չի, դա հաստատ ու ինքնախաբեությամբ ես չեմ զբաղվում։ Բայց գիտեմ ինչից է, ու տխուր, այո, ունեցել եմ, կարողանում եմ հիմա հաղթահարել դա, երևի թե հիմա էլ ավելի լավ եմ, մեկ զգում եմ, որ հեսա կարող է սկսվի, հիշում ենք ինչից է, հիշում ենք, որ հիմա ամեն երկրորդի մոտ կա, հիշում ենք, որ դա դարի հիվանդությունն է, փորձում ես լավ մտքերով քեզ ցրել, փորձել միտքդ շեղել, աշխատել եմ, կարողացել եմ հաղթահարել։ Առանց մասնագետի դու։ Առանց մասնագետի։ Որովհետև գնացի մասնագետի մոտ, մասնագետը ինձ նայեց, ասեց, բայց դու լրիվ, ասում եմ, աչքերդ շատ խոսող են, շատ հասկացող են։ Ես չեմ հասկանում, ինչի ես դու եկել, ասում եմ, ես գիտեմ, որ ես հասկանում եմ, ես այդ պահին եմ նույնիսկ հասկանում ինչա իմ հետ կատարվում, բայց չեմ կարողանում ելքը գտնեմ, ասեց կգտնես։ Հետո գնացի ուրիշ մասնագետի մոտ, ինձ սկսեց դեղեր տալ, ես հրաժարվեցի, որովհետև դեղերից վախենում եմ, ատում եմ, ու խոսելով, ինչը ունեն մեր հայերը, որոնք չունեն օրինակ արտ երկրում ապրող մարդիկ, օրինակ եվրոպացիներ, ապրեք, այդ շփում է ջերմությունը, ախր եթե ունես լավ ընկերներ, հոգեբաններ կողքդ, ու իրոք հոգեբաններ այնքան են քեզ օգնում, օրինակ մեկը ավելի խիստ է, հավաքի քեզ, մեկը ասում է, արի լացենք, մեկը ուրիշ է, ու երբ դու այդ ամբողջի մեջ սկսում ես լսել նրանց, հասկանում ես, որ նրանք իրոք քեզ օգնում են։ Եվ իրոք մենք միայնակ չենք Հայաստանում։ Այո, մենք միայնակ չենք, որովհետև իրոք մեր մոտ այնպես է դասավորվել, որ մենք ունենք լավ ընտանիք, լավ ընկերներ, ինչը շատ տեղերում բացակայում է։ Ու իրանց օգնությամբ դու կարող ես այդ ամեն ինչից դուրս գալ։ Եվ պետք է ավարտենք, բայց մի երկու հարց էլի։ Ես ճիշտ եմ հիշում, որ քո հարսի շորը տենց դասական հարսի շոր չէր։ Հիմա չգիտեմ, ինչ կարող անկեղծ պատասխանեմ այս հարցի։ Շատ անկեղծ։ Ես երբեք չեմ մտածել, որ այդ հարսի շորը ինչ որ թեմայի առիթ կարող է դառնալ։ Ես չգիտեի թեմայի առիթը։ Հա, թեմայի առիթ է դարձել։ Ու ես իմ մտքով ոնց ես պատկերացնում եմ իմ հարսանիքը այդ վարդագույն էր։ Ոչ թե վարդագույն, ծիրանագույն, բայց շատ ծիրանագույն էլ չէր։ Նուրբ սիրուն գույն էր։ Երբեք չեմ մտածել,
որ եթե սպիտակ չի, ուրեմն ինչ-որ մի բան է նշանակում։ Բայց ինձ կթվար, որ դու հենց ինձ դասական սպիտակ Չէ, ախր դա իմ մասին չի, ընդհանրապես ես դասական սպիտակ հագուստով, ընդհանրապես ես կազաչոկներով, նույնիսկ ոչ բարձրակրունկներով, կաշվե բաճկորով իմ տորտն եմ կտրել, որովհետև դա է իմ մասին։ Ու այն վայրում, որտեղ մենք էինք արել, հաստատ չէր սազի, դասական, էլեգանտ, շատ սիրում եմ, շատ ընդունում եմ այդ հագուստը մեկ այլ մարդու վրա, բայց ոչ իմ, դա իմը չի։ Ու հետո պատվիրել էի։ Չէ, կարել ենք։ Ես մտածում էի, որ կպատվիրենք, հետո կարեցինք։ Ու պահել ես։ Հա, իրականում պահել եմ։ Բայց չգիտեմ նույնիսկ որտեղ։ Մաման կհիշի։ Մաման ինձնից վատ է հիշում։ Մամային թողես ամեն բան, կասեմ, ինչ ես պահում։ Նվիրի մեկին։ Ու շատ կարճ։ Կարելի է ասել, որ թատրոնն է քոնի վերջո։ Եվ թատրոնը եւ ֆիլմը, դա միանշանակ երկուսն են։ Քույր, եղբայր։ Ես կուզեի մենք էլի խոսեինք, հասնեինք Երևանի սրճարաններին, խանութներին, այնքան բան կար քո հետ խոսա on-line գնումներին, բայց ժամանակը սուղ է, այո։ Բայց մեր երկրորդ հյուրն է եկել, դու գնում ես քո դպրոց, փորձեր, պետք է վազենք։ Շատ մերսի, շատ հաճելի էր Արև ջան, իրականում շատ լավ արեցի, որ եկա, հանգիստ, լավ, ուրախ շփվեցինք, շատ շնորհակալ եմ։ Չէ, ընդհանրապես ու այնքան հավես, նույնիսկ ժամանակը թռավ առանց ստոպերի, այնքան հավես։ Մինչև Եվայի գալը մենք խոսում էինք ու Եվան ասում էր, որ ամեն դեպքում հարցազրույցներ այնքան էլ չի սիրում ու լինում է լարվածություն, ես ասում եի, որ ստեղ անհնար է լինի լարվածություն։ Իրոք, այնքան օթում այնքան լավ մթնոլորտ է ու դա քեզանից է, շնորհակալ եմ, հաջողություններ լիքը էս ալիքում։ Ես ուզում եմ դու մնաս այնպիսին, ինչպիսին որ կաս, չթողես, որ կյանքը քեզ խմբագրի։ Բնական կարգին մարդ։ Քեզ լավ երեկո Եվ ջան։ Մերսի շատ։